Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, ժամը 11:36, այսօր ամսի 11-ն է հունիսի 2026 թվական, ես եթերը արտահերթ է, իհարկե, որտև այս ժամին սովորաբար ելույթ չեմ ունենում, եթեր դուրս չեմ գալիս, բայց մի քանի բաներ կա, որ այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել, մի քանի կարևորագույն լուրեր կա, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, ամենաթար լուրը սկսեմ դրանից, որ այնուամենայնիվ հրատապություն է հաղորդում, դա փաստաբան, իրավաբան Ռուբեն Մելիքյանի գրառումն է, արդեն տարբեր լրատվամիջոցներով և տարբեր օգտատերների կողմից տարածվում է, ես գրառումը ձեզ կկարդամ, որքան հասկացա քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատ, դա կատարվեց 35-65 և 10-51 տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծես մոտ 80 պլյուս 130 քվ է ստացել, միջինից էապես ավելին։ Այսինքն դուք հիշում եք, որ ընդամենը մի քանի, մոտ 60 քվ էր պակասում, որպեսզի ԲՀԿ-ն վերցնի մանդատները, հաղթահարի անցողիկ շեմը, և դա ինչ էր տալի, ԲՀԿ-ին առանձնակի բան չէր տալի, բայց դա ապահովում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չստանա 3/5 պարլամենտում, ինչը նրա միանձնյա իշխանությունը էականորեն սահմանափակում էր։ Ահա ԲՀԿ-ի հարցը, դա ԲՀԿ-ի հարցը չի, դա գործող իշխանությունների, իրավունքների, լիազորությունների, բեսպրեդելի սահմանափակման հարցն է։ Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր համակրում են գործող իշխանություններին կամ միգուցե ատում են ԲՀԿ-ին, Ծառուկյանին և ընդհանրապես ռուսամետ ուժերին, միգուցե այդ մարդիկ ատում են։ Եվ այս պահին իրանք պասիվ դիրքորոշում են հայտնում կամ որոշել են ընդհանրապես չհայտնել ոչինչ և այսպես լուռ, անտարբեր հետևել, թե ինչա տեղի ունենում, դե հա հիմա։ Բայց ես ուզում եմ ասել, որ սրանք տագնապահարույց նշաններ են, անգլերենով բժշկության մեջ կոչվում է red flag, տագնապահարույց նշան։ Օրինակ արյունահոսությունը, ասենք փսխումը արյունային զանգվածով, դա տագնապահարույց նշան է։ Կամ ախորժակի փակվելը, մարդու կտրուկ նիհարելը մի ամսում, 2 ամսում, դա տագնապահարույց նշան է։ Փսխումային համախտանիշը առանց որևիցե էական պատճառի, առանց որևիցե լուրջ խնդրի, դա տագնապահարույց նշան է։ Ուշադրության գիտակցության մթագնումը, դա տագնապահարույց նշան է։ Եթե ուզում եք ավտոմեքենայի վրա ասեմ, օրինակ, երբ որ check engine է տալի, դա տագնապահարույց նշան է։ Ավելին ասեմ, եթե մեքենայից հասկացողներ կան, եթե մեքենայում ջուրը ցույց է տալի, որ եռացնում է, եռում է, 100-ը անցնում է, հա, այն ջրի ջերմաստիճանի ցուցիչը, դա նշանակում է մատորը ստուկ է տալու, համբալ, քաշաչ կանգնի, քաշ-աչ կանգնի, ուշ չի արի։ Ես ինչի եմ այս օրինակները բերում, որ նշաններ կան, որ կարա անհասկացող վարորդը քաղաքականապես տգետ քաղաքացին հպատակը ասի դե լավ, էսի ոնց որ մեր օգտին է, կայֆ է տալի։ Մինչև վերջ լսեք, ես հեսա թանկացումների մասին էլ կասեմ, կտենաք կայֆ է տալի, թե չի տալի։ Բայց կան տագնապահարույց նշաններ։ Դրանց մի շարք այսպես իրար հաջորդելով այս կամ այն աստիճան դրսևորվել են, բայց որ явնի այդ 4%-ը բլոկի ենթարկելու համար, այդ 4%-ը արգելափակելու համար, մտնեն ընտրատեղամասը, հաշվարկն անեն, տեսնեն, որ միջինից բարձր ցուցանիշ է ստացել, դե ուրեմն մի բան ստեղեն չի, արգելափակենք ու վերջ, անվավեր ճանաչենք ու վերջ, ժողովուրդ, սա լուրջ է։ Սա շատ լուրջ նշան է, Գագիկ Ծառուկյանը չլինի, ով ուզում է լինի։ Ով ուզում է լինի։ Սենց բան պետության մեջ իրան թույլ տվող իշխանությունը դուք չեք պատկերացնում ձեր քթերից դա ոնց է դուրս բերելու ու դուրս հանելու։ Ես հիմա այսօրվա ճեպազրույցից մի հատված բերեմ, հա։ Մի հատ էսի նայեք։
խոշոր ուժ, հա, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստում է տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին, տեղեկություններ մամուլում հրապարակվեց, նաև ձեր նախկին թիմակից, այսպես Սա էլի սկսավ կախել հենց լայվի վաղտ է ասած, որ դու ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք 100% գործարքի առաջարկ եղել է, միլիոն տոկոս գործարքի առաջարկ եղել է, այդ գործարքի առաջարկ եղել է, հիմա իհարկե հերքի Փաշինյանը բայց լսել։ Առաջարկների ոչ եւ մի հարց է, տեղեկություն կա, որ ընտրություններից հետո դեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սա կապված ինչ-որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թողացեն ով, հա։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում միայն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, ընտրել, գտել, հետո պարզվել է ընդհանրապես իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է նկատի ունի Ռուսաստանում իրան հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Այնպես ասում, որ հստակ մեղադրանք չներկայացնի, բայց ամեն իր միտքը ասի։ Հիմա այստեղ հարց առաջանում, պարոն Փաշինյան, կարող է քեզ էլ են հավաքագրել, դու էլ տեղյակ չես։ Կարող է Ադրբեջանը քեզ հավաքագրել է, Թուրքիան քեզ հավաքագրել է, տեղյակ չես։ Եթե դուք համարում եք հնարավոր տենց բան, որ մարդուն կհավաքագրեն, ինքն էլ տեղյակ չի լինի։ Այն էլ այնպիսի մարդուն, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է։ Փաշինյանը իր բերանով ասում է, իրան հավաքագրել են, ինքն էլ տեղյակ չի։ Հիմա ես էլ ասում եմ, պարոն Փաշինյան, հնարավոր է նույն տրամաբանությամբ։ Ձեզ էլ են հավաքագրել, մենք տեղյակ չենք։ Հնարավոր է տենց բան։ Կամ այդ ինչ ծնկաչոք կամ ստոյկա տված բան կա, խնդրի դուք իր 4%-ի հետևից եք ընկել։ Ավելին ես հիմա լուրջ կասկածներ ունեմ, որ այն մնացած քաղաքական ուժերը, որոնք այդքան կոնտինգենտ չունեն, որպեսզի գնան եւ այդ հաշվարկներ անեն կրկնակի ստուգեն եւ այլ, նրանցից էլ է ձայներ տարել։ Սուս-փուս նրանցից ձայները տալ է, բայց ոչ մեկն էլ չի կան մանր-մունր ուժերի մասին է խոսքը։ Հաթա չթվարկեմ, ովքեր չեն կարա գնան եւ ստուգեն։ Սուս-փուս ձայները հաշվարկները, դուք տեսել եք այդ մանր-մունր ուժերը այս օրերին ինտենսիվ եթեր դուս գան, հայտարարեն, կարծիք հայտնեն, գնահատական ընչեցնեն, տեսել եք։ Ամեն մեկը իր Facebook-յան պատին մի հատ գրառում արե, այնց էլի։ Այն որ ընտրություններ չէր, ընդհանրապես խաղաղ կյանքով ապրում էինք, այս ամբողջ քաղաքական իրարանցումից դուրս, այդ շրջանում օրական 2-3 հատ ինտերվյու էին տալի, օրական 2-3 հատ գրառում էին անում։ Բոլոր ուժերին է վերաբերում, մանր-մունր ուժերին է վերաբերում։ Հիմա ընտրություններից անցել է արդեն 4 օր։ Քանի հոգի է հարցազրույց տվել, վիդեոներ արել եւ քանի հատ վիդեո արել, քանի հատ տեսաուղերձ արել, քանի հատ խոսքա գնահատականը հնչեցրել։ Բա դու քաղաքական ուժեր եք, դու քաղաքական ուժերի լիդեր եք հանդես եկել, մթամթե, բա դե լիդեր հալին երգիրը առաջնորդելու հայտ եք ներկայացրել, 4 օր ընտրություններն ավարտվել են, քանի ուղիղ եթեր կամ հարցազրույց կամ տեսաուղերձ եք ուղղել հանրությանը, ձեր ընտրողները տասնյակ հազարներով ունեք, ձեր ընտրողներին ինչ եք ասել, շնորհակալ ենք, ապրեք, որ մեզ քվետվեցինք, հա, ապրեք, ու վсё, այս ամեն ինչի բանը կամ չգիտեմ, ընտրությունները այնքան էլ պատշաճ չէին կազմակերպված, մի հատ տես գրառում ու վերջ, հիմա չդնեմ հաթաթ էջերով ցույց տամ։ Պապանձված, ազգ առաջնորդելու բան են տվել, հայտ են ներկայացրել մարդիկ։ 4 օրա ոչ դռում են, ոչ բռում են։ Այս ամեն ինչի շուրջ ասելիք չունեք։ Դեմոկրատիա, ժողովրդավարություն, կոնկրետ ընտրության 4% շեմը հատած ուժի, որի գլխին սարքել են, ձայները գողացել են, մարդիկ հաշվարկել են այդ իրանց պակասող 60 ձայնի փոխարեն 120 են հանել, հիմա երբ որ արդեն սենց կուտակվում է, ցելի ընտրատեղամասի քվեարկություն անվավեր եք համարում, ինչի որտեվ իմեննը իրանց է բաները, իրանց օգտին է այդ ընտրատեղամասում, իհարկե այդ անվավերի ժամանակ ՔՊ-ի ձայներներ են պակասում, բայց ՔՊ-ն այնքան ձայն ունի, իր ինչին է պետք թազա ձայն։ ՔՊ-ին պետք է որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան չանցնի։ Վերջ, ուրիշ բան պետք չի։ Ու հիմա որպես գերխնդիր այդ հարցն են լուծում։ Have you ever thought about cloning your own voice? Just read a short text and Vidu clones your exclusive voice effortlessly. Speak naturally across all Power, we saw the next.
Շնորհակալ եմ աջակցության։ Եթե դատավորների պահնել տենամ ստեղա, Խոսել բաների մասին, որը չկա։ Բայց հիմա եթե կարող է որ առաջարկ լինի, հաճիշտ ոչ թե առաջարկ, այլ նախագիծ այդ տպավորությունը երբեմն ես մի խոսքով ես եթերում, ես ճեպազրույցում մեկ է sense բան ասում, որ ինչքան մարդ ձերբակալված է, ինչքան մարդու մեղադրանք կան ներկայացված, տարիներով այդ մարդիկ պետք է բանը կալանավայրում մնան, բանտերում պետք է մնան, ու դե լրագրողն ասում է, պարոն վարչապետ, ապե դու կարող ես դատավորես։ Ընդհանրապես ժողովուրդ, անմեղության կանխավարկած, այդ սկզբունքային, այդ ժողովրդավարական, որը մեր մոտ թարգմանվում է բանը, ամբողջավարական, ամբողջավարական դրույթ է սովորական, անմեղության կանխավարկած, ասում եք դուք դատավոր եք, դուք ոնց գիտեք, ու ասում եք ինչքան ձերբակալված կա, այսինքն բացառություն չի լինելու, էլի։ Ասում եք դուք եք դատավորը, դատավոր կա, դատարան կա դրա համար այդ որոշումը կայացնելու, ու ինչ ասում։ Ասում են դատավորները, ովքեր այդ մարդկանց չեն դատի, Գագիկ Ծառուկյանին ու տենց անուններ է տալիս բան ընդդիմադիրներից, ովքեր իրաց չեն դատի, ուրեմն այդ դատավորները կոռուպցիաներ են։ Ուրեմն նրանք պետության դեմ են դուսեկի, yani պետությունը ինքն է, էլի։ Պետության դեմ են դուսեկի ու պետությունը պիտի համապատասխան իրանց հետ վերաբերմունք վարմունք ցույց տա։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հստակ ձևակերպել է բռնաճնշումների սպառնալիք դատարանների եւ դատավորների նկատմամբ։ Հստակ այսօր ձևակերպել է։ Օրը չի ֆռացել, ժամը 12-ը հրել չկա, արդեն Բարգավաճ Հայաստանի այն ընտրատեղամասերը, որտեղ ձայները շատ են, այդ ընտրատեղամասերի քվեարկությունն հայտարարել են անվավեր։ Խնդրեմ, ու ընդամենը մնացել է մի քանի օր, այսօր 12-ն է հեսա դառնում, 14-ին պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական հայտարարի։ Վերջնական։ Հիմա ինչ են անելու ես, մի 2 օրում հասցնելու են, էլի նորանոր ընտրատեղամասեր վերցնեն, բացեն, եթե գտնեն ԲՀԿ-ից օրինակ այդ նոր ընտրատեղամասերը, հաշվարկներով ցույց տան, որ իրանք լիքը ձայներ ունեն, որոնք սխալ են փոխանցվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, այդ էլ կարան որոշի, որ անվավեր է։ Այսինքն ինչ հաստատում, գնա հաշվի, քթի թվեր, որ սխալ են հաշվի, գնում թվ գտնում են, Բերում ցույց են տալին ասում են հեսա սխալ են հաշվել, ասում ճանաչեք անվավեր այդ ընտրատեղամասի ընտրությունը։ Սենց բան են անում։ Երկրորդը այսօր որոշում են կայացրել, որ ակցիզային վճարները պետքա բարձրանան, ըստ էության հարկերի ավելացում։ Դա վերաբերվում է բենզինին, դա վերաբերվում է ծխախոտին, վերաբերվում է դիզելին, ալկոհոլին, այսինքն դրանք այն ապրանքներն են, որոնք ինչքան էլ թանկացնեն, ծխող մարդը մեկը գնալու է առնի ծխի։ Բենզին լցնողը մեկը պետք է օգտվի դրանից։ Այսինքն էլի այդ իրանց հարկային այսպես այդ վճարների բարձրացումը բերում է նրան, որ 2 կոպեկ էլ այդ ծախողն է բարձրացնելու։ Ու մեկը մարդկանց քթից է դուրս գալու, ժողովրդի քթից է դուրս գալի, ամբողջների քթից է դուրս գալի։ Այսինքն երկրորդ, այս տվյալը չի ուզում ասել, ասում է ժամանակ կանցնի, ավելի հավաստի կդառնա ինֆորմացիան, կխոսենք դրա մասին։ Այսօր բժշկական կենտրոնից բանա լուր է գալի, որ վիրահատությունները չեն փոխհատուցվում։ Վիրահատությունները, որոնք արել են ապահովագրության շրջանակներում, չեն փոխհատուցվում։ Փողը չի տալի պետությունը։ Ասում եմ մի քիչ էժանացրեք, ուրիշ գնի տակ, ուրիշ կոդի տակ ձևակերպեք, որ ավելի էժան կամնի։ Մարդիկ էլ ստից ասում են, լսի, չի կարա այդ վիրահատությունը, ենթադրենք 5 անգամ, 6 անգամ գին գցեց։ Հենց այսօրվա տվյալ եմ ասում։ Այսինքն ապահովագրության վճարները, որ գյուր տալիս էին, 4 օր ընտրություններից անցել, ֆոնդը դատարկ է արդեն։ Արդեն վիրահատող բժիշկներին եւ հիվանդանոցներին ասում են, չէ, այդքան փող չենք տա։ Մինչև ամսի 7-ը դա ընտրակաշարք էր, հա գոռացել եմ, ճղվել է կոկորտս, այնքան եմ ասել, դա ընտրակաշարք է։ Եթե հիվանդի բուժման համար Սամվել Կարապետյանը փող է տալի, ու դա ընտրակաշարք է, նախընտրական շրջանում։ Ուրեմն այդ նույն բանը պետական լծակներին տիրապետող ԿՊ-ի համար էլ ընտրակաշարք համարվում։ Եթե մեկը 10,000 դրամ ամիսը փող է բաժանում ու այդ ընտրակաշարք է, նախընտրական շրջանում, կարան նշել, ասի բարեգործ է, մարդկանց լավություն եմ անում։ Ուրեմն ամիսը 10,000 թոշակի բարձրացումն էլ ընտրակաշարք։
ընտրակաշարքը օրենքի առաջ բոլորն են հավասար։ Այսինքն եթե այդ օրենքի առաջ մեկը բեսպրեդել է թույլ տալի, ուրեմն մյուսին էլ է կարելի բեսպրեդել անել։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Ցանկացած մեկի անպատիժ իրավախախտումը, հատկապես եթե դա անում է պետական պաշտոնյան, հիմք է տալիս, որ ցանկացած մյուսը այդ նույն իրավախախտումը անի ու ասի լավ եմ արել։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Սա էլ երկրորդ տվյալ։ Երրորդ տվյալը, որ կուզենամ ասել, երրորդ տվյալը է սա։ ՀՀ կառավարության Facebook-յան կայքն ենք մտնում, ժողովուրդ ջան, խնդրեմ, իր ողջ հմայքով 11 ժամ առաջ են բան արել։ Արտահանված ծահավալների փոխհատուցման սահմանաչափեր, ծիրանի ստե նկարով ցույց տամ, հա։ Ուրեմն, եթե դուք ձեզանից ինչ-որ մեկը գործարար է եւ ծիրան է արտահանում, շանքթի ջուր խմելով, ապա պետությունը 1 կիլոգրամի դիմաց 200 դրամ տալիս է։ Որտեղից է տալիս։ Ձեր վճարած հարկերից է տալի։ Ձեր քափ ու քրտինքով վճարած հարկերից է տալի։ Այսինքն, սրա այս աշխատող մարդկանցից ինքը միակ քաղաքականության արդյունքում երկիրը տարել է բլոկադայի, հիմա արդյունքում ուզում են այդ բլոկադան ճեղքեն։ Այդ էլ մի հատ առանձին խոսակցություն է, առաջիկայում կանդրադառնամ դրան։ Հիմա ով որ օրինակ ջերմուկին, հելելայի, մի լիտր ջերմուկին 150 դրամ փող է տալի։ Այսինքն ամեն լիտր ջերմուկը, որ երկրից դուրս է գալու, որ գնա ինչ-որ ալտերնատիվ ճանապարհներով շուկաներ գտնի, էլի ժողովրդի փողը հավաքում է 150 դրամ ամեն լիտր ջերմուկի համար։ 150 դրամ առնում տալիս է։ Խի, որտեղ ջերմուկի տերն ու տնօրենները իր համար սուպեր ընտրաքարոզ արշավ են իրականացրել, ջերմուկում էլ միակ քաղաքն է Սյունիքի եւ Վայոց ձորի, որտեղ 21 թվի համեմատ ՔՊ-ի ձայները ավելացել են։ Մնացած բոլոր քաղաքներում Վայոց ձոր, Սյունիք եւ որոշ Գեղարքունիքի մարզի որոշ քաղաքներ, բոլոր տեղերում 21 թվականի համեմատ ՔՊ-ի ձայների տոկոսը նվազել է։ Ավելի քիչ տոկոս են հավաքել, քան 21 թվականին։ Եվ միայն ջերմուկում է, որ տոկոսը ավելացել է։ Հիմա ասա Տաշիր Սամո, Դոդի Գագո, Քոչարյան ընտրող զոմբիներ եւ ոլորմասներ։ Մարի Հակոբյան։ Մարի Հակոբյան։ Հիմա հարց եմ տալի, խնդրում եմ, տրամաբանված, ինքներդ ձեզ նախ պատասխան տվեք, ես էլ ստից բան կանեմ, կմիանամ։ Եթե Տաշիր Սամոն, Դոդի Գագոն, Քոչարյան ընտրողները զոմբի են, հարց ինչ գործ ունեն այդ մարդիկ ընտրապայքարի մեջ, ինչ գործ ունեն այդ մարդիկ քաղաքական դաշտում։ Ինչ գործ ունեն։ Եվ ինչու քաղաքական դաշտում Հայկ Մանասյանի պես տղեկը բլոկադայի ենթարկված տեղեկատվական, Նիկոլական ու էլ մնացած ֆեյք ֆաբրիկաների կողմից գիշեր-ցերեկ քֆուրների տակ, իրանց լրիվ լրատվականները իրանց շներով լցված, որոնք իմ 10%-ի չափ խելք ու գրագիտություն չունեն, բայց վեր են ընկած ամենատարբեր հանրային եթերներում, Պետրոսի տաղավարներում հերարցակվում են հանրապետությանով մեկ, բայց մենք այդ ամեն ինչի մեջ չկանք։ Բա ինչի է Տաշիր Սամոն եւ ոչ թե Մանասյան Հայկը, Վեդեցի Հայկոն, ինչի։ Բացատրի տեսնամ, ով է դրա համար պատասխանատու։ Դրա համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ Տաշիր Սամոնը դաշտում ու հնարավոր իշխանապողություն անողը, իսկ Մանասյան Հայկին մցրել են վնդե, որ վաբշե չերևա։ Հիմա հարց, Մանասյան Հայկը ինչ պետք է անի։ Նիկոլի ոռը պահի, որ Տաշիր Սամոն հանգարց Նիկոլին չնեղացնի։ Էտա ձեր տրամաբանությունը։ Ես պետք է Նիկոլի ոռը պահեմ, որ Նիկոլը շարունակի ինձի ծակը կողած պահել, շարունակի լիքը մարդկանց սպառնալ ու ահաբեկել, շարունակի դատարաններին սպառնալ ու հարկադրել, եւ Տաշիր Սամոյին, Դոդի Գագոյին ոնց որ ասում եք, թողի հրապարակ, որ դրանք էլ քաղաքականություն անեն։ Սա է ձեր հասկացած ճիշտը։ Սա ճիշտ չի։ Նիկոլ Փաշինյանի վզով է։ Նիկոլ Փաշինյանը ում թույլ է տվել քաղաքական դաշտում հայտնվել, ես իրավունք ունեմ այդ մարդկանց աջակցել։ Հենց այտենց։
Ես հիմա նրանց չեմ աջակցել, ես իրանց ընտրողների համար կես միլիոն մարդ այդ մարդկանց ձայնա տվե։ Այդ ձեր նշած անուններին կես միլիոն մարդ ձայնա տվե։ Այդ կես միլիոն մարդու քաքը ամեն օր ուտեք։ Ով որ այդ մարդկանց բանը ասում, այդ կես միլիոն մարդկանց քաքը ամեն օր ուտեք։ Ահա էս էլ իմ պատասխանը ձեզ։ Թող չթողի քաղաքական դաշտում։ Միլիարդերներն ու արտաքին ուժերի հետ կապ ունեցողները մենակ կարան այս երկրում ընտրությունների մասնակցել։ Դարելա բան, հա, մաֆիոզների դոների բան, ինչ որ տարածք, որտեղ մենակ կրիմինալ ու միլիարդներով կամ էլ չգիտեմ, փիստ, պաշտոնյա, երկրի նախագահ միջև եղած չլես, չես կարա բան անես, ընտրության մասնակցես։ Իսկ եթե մասնակցես 20-30 հազար ձայն թուլափայ ընդ կգցեն դրեդ, կասեն գնա յոլա գնա, հա։ Հա, տենցա ձևը։ Սա սակ Նիկոլի վզովա։ Ու թո Նիկոլը մտածի խիա տաշի Սամոն թեմայի մեջ իր դեմ պայքարում։ Էնել բանտում։ Ասում է էշի բանը, ուխտը իշքան էլ սատկած լինի, կաշին մե իշաբեր կլնի։ Տաշի Սամոին բանտում, հետո տնային կալանք, բայց ասում է իշքան էլ սատկած լինի, մի հատ Նիկոլի համար բեր դարելա։ Մի բեր դարելա։ Ծառուկյան այ մարդ, Ծառուկյանի 4%-ի հետևից են ընկե։ Սա ճշտի մասին է, ձեր անբարոյական տիրում մերը, սա ճշտի մասին է։ Գրածա որ կարգը սենցա խաղի, խաղում ենք, հիմա որ լոտո խաղանք, են մեկը Ծառուկյանն է, են մեկը Տաշինն է, են մեկը դուք եք, են մեկն ես եմ, են մեկն Նիկոլն է։ Լոտո խաղանք ունեն ցալնում, որ այդ լոտոյով կերում է ենթադրենք Ծառուկյանը։ Ինչ ասելու ես ինքը ռուսամետայսայինը փողը չեմ տալի։ Խաղի կանոնն է տային գեր, մի խաղա ուրեմն։ Հետը մի խաղա, հետը խաղում ես, որոտ մի կայնս սրա երբ որ ինքը սկսել է արդեն հաջողություն գրանցել։ Կամ մի խաղա հետը, կամ նստել ես խաղալու, ուրեմն այդ մարդու կրածը իրանն է, ինչ ես Հավայի տինդիրիտներ անում։ Ու էսի սաղ են մարդկանց է վերաբերում մթամ անկախության բան։ Ուրեմն անկախությունը որն է, ֆուֆլո մանգալը էտի անկախություն, հա։ Ֆուֆլո ապրել էտի անկախություն, արա։ Այ ֆուֆլամիցիններ էտա անկախություն, արա։ Խաղանք հետո կորոշենք, եթե կրել ենք լավ, եթե կրվել ենք կմտածենք, տանք թե չտանք, գնա մտածի, այ անբարոյական, գնա մտածի ինչքան ուզում ես, չպետք է նստես խաղալու, խաղացել ես ուրեմն մուծվի, կրվել ես ուրեմն փակվի, ինչ բարդ բան կա էդի, այ ընկեր, աշխարհում մի հատ անկյուն կա, որ ուրիշ օրենք է գործում, աշխարհում այտենց անկյուն չկա, որ ուրիշ օրենք է գործում, հիմա կպել են բանա, Տաշիրը խի պետի բանել դի, կներեք մի հատ զայատքեն միացնեմ։ Էդի թո Նիկոլը մտածի, թե Տաշիրը խի է մասնակցում ընտրությունների։ Այս ապրանքի հարցնել առանձին, ես էլ է մնալու մեր վզին։ Մի մասը մնալու է դաշտերում փդի, մի մասն էլ մնալու է մեր վզին, որ պետք է մենք վճարենք, որ ջերմուկ արտահանեն։ 150 դրամ ամեն լիտր ջերմուկի, կանյակի համար բացեմ այդ թվերը կարդամ, էլի, հələ դրանց լսեք։ Ջերմուկը ասեց իրանց մարդիկ են, հիմա նայ, ուրեմն ջերմուկի մի լիտրի համար 150 դրամ, շշալցված խաղողի գինու համար, մի լիտր գինու համար, 350 դրամ, այսինքն 2 լիտր ջերմուկը մի լիտր գինի արժի, հələ սրանց հաշվարկը նայեք։ Կանյակը բրենդին, կանյակի համար, մի լիտր կանյակի համար, 830 դրամ, 830 դրամ, ջերմուկի համար 1.5 լիտր, բա գիտես ջերմուկը էդ ինչ, քրդինքից են կատ հավաքում, ստանում են այդ անմահական ջուրը, իրանց բիզնեսներն է փողա, տալիս են, գինին 350 դրամ է, ու ինչ ա գնում, ասում է հունիսի 1-ից, արդեն արտահանվել է շուրջ 257 տոննա կեռաս գիլաս և 64-65 տոննա ծիրան, հունիսի 1-ից, չգիտեմ հունիսի 1-ից այդքան ծիրան որտեղ է եղել Հայաստանում, միգուցե Մեղրիում բան եղել է, բայց հարցը հետևյալն է, բան չեք 11 ժամ առաջ ես հայտարարությունը տվել, այսինքն ամիսը կես է դարել նոր եք հայտարարում, ձեր ուզած ապրանքը ուղարկել եք, հիմա նոր եք խաբարանում, դե հիմա մարդիկ միջև հասցնեն, կապնվեն, կանալներ ճարեն,
տրանսպորտ ճարեն, մյուսը ճարեն, մի 10 օր էլ կանցնի, որտեղ այս ծրագիրը գործում է հունիսի 1-ից հուլիսի 1-ը։ Ու ամսի 12-ն է արդեն, ամսի 11-ին հունիսի 10 օր հետո ուշացումով նոր ՀՀ կառավարության Facebook-յան էջում հայտարարում են։ Ախ որ մի կողմ ասեմ, ծերից ծեր ապականված, ու հեսա կտենակ, թե տնտեսական դաշտում, թե առողջապահական դաշտում, թե քաղաքական դաշտում, թե իրավական դաշտում, կտենակ ռեպրեսիաները որն է, կոմպետենտության եւ լեգիտիմության դեֆիցիտը, ցանկացած իշխանություն, եթե բարոյականություն չունի, ողջամտություն չունի հրաժարական տալու, ցանկացած իշխանություն փոխհատուցում է ռեպրեսիաներով, բռնություն ավելացնելով, դասական քաղաքագիտական ճշմարտությունը։ Բայց ինչ է, մի լավ նոտայի վրա ավարտեմ, վեժներից չգտնեք հարգելի ժողովուրդ, բայց խնդրում եմ, Էլի Մարի Հակոբյանը լեզվին է տալի, զոմբին նայա, որ հավատաց տաշիրի 300,000, այ ընկեր, դա քո գործը չի, դու չես հավատում, լավ ես անում, բա դու չի կարելի մարդու կրած 4%-ը սարքել գլխին, սկզբում բանտով եւ այլ, էդ էլ առանձին է, պատգամավորության թեկնածուն անձեռնեխելիություն ունի, դատախազությունը չի կարա հետևից գնա, պետք է նախ դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով, համաձայնությունը ստանա այնտեղ, նոր գնա օրինակ Ծառուկյանի հետևից։ Սրանք առանց կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու Ծառուկյանի վրա գործ են հարուցել։ Ու գործ են հարուցել մի հիմնարկի հետ կապված իբրև հարկային խնդիրներ կա, որտեղ հարկային ստուգումները անցել ու հաստատվել է, որ ամեն ինչ ճիշտ է։ Այսինքն հարկայինը տվել է, որ ամեն ինչ օքեյ է, հիմա այդ նույն տվածի վրա խնդիր են բացել։ Մարդկանց ասում են գնացեք 60 ձայն հավաքեք, գնում 120 ձայն են հավաքում, գտնում։ Ասում է դա անվավեր է, այդ ընտրությունները փակեք, չհաշվեք։ Ժողովուրդ ջան, անտարբեր մի եղեք։ Չեմ ասում ինֆարկտ ստացեք սրա համար, բայց անտարբեր մի եղեք։ Սրան այսքան թողեցիր, այսքան կողելու է։ Սա մենակ Թուրքի դեմն է ծնկած, սա միայն Թուրքի դեմն է հնազանդ, չափերը ճանաչող, դաստիարակված, սա հայ դեմը արդյուծ է կտրում, սա հայ դեմը դառնում է մի հատ ճիվաղ, թույլ մի տվեք, տոն մի տվեք, երես մի տվեք, և այսօրվա իմ Facebook-յան ստատուսն էլ կարդամ ու փակեմ հարցը, գիտեք թե որն է արդարադատության և քաղաքական հետապնդման տարբերությունը։ Տարբերությունն 8 տարին է։ Եթե քրեական հետապնդում է սկսում գործադիր օրենսդիր նույնիսկ դատական իշխանությունը վերցնելուց հետո, դա հլա մի տեղ կարելի է համարել արդարադատություն։ Ասենք արդարադատություն Ծառուկյանի հանդեպ, Կարապետյանի հանդեպ, Քոչարյանի հանդեպ։ Եթե դա անում ես անմիջապես ընտրվելուց և իշխանության գալուց հետո։ Բայց երբ նույն քայլերը սկսում ես 8 տարի իշխանավորումից հետո, 8 տարի իշխանություն լինելուց հետո նոր սկսում ես այդ քայլերը, երբ գնալուց ժամանակն է ու մնալդ ակնհայտ զոռբայություն է։ Ահա այդ դեպքում դա արդեն քաղաքական հետապնդում է, զտարյուն և միանշանակ։ Դա քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդումը տարբերվում է արդարադատությունից այդ 8 տարով։ 8 տարի կենակցումից հետո առաջին ամուսնական գիշեր չի լինում, կդորում ուշացել եք։ Սրանք եկել են 8 տարի անց առաջին ամուսնական գիշեր են ուզում խաղան աղավնյակները։ Եվ էլի մի բան էլ ասեմ, շատ մարդեցի չի հասկանա, շատ մարդու համասի չինարեն է։ Ոնց որ մեկը դստի խադավիկ կամ մատորից սկսի ավտոյից բան չհասկացողի հետ խոսա ինչ-որ ավտոյի տարբեր դետալներից, ֆունկցիաներից եւ այլ եւ այլ։ Նույն կերպ պետություն չհասկացող շատ մարդու համար այս ամեն ինչը չինարեն է։ Բայց չինարենը թե չէ, սա մեր
պետական կարգի, իրավական կարգի հիմնասյուների կոտորած է։ Սա տագնապահարույց նշան է։ Այս դիագնոզը սենց թողելուց, սրա դեմը չառնելուց, սա չբուժելուց, այս դիագնոզը փորձանք է դառնալու բոլորիս գլխին, բոլորիս ծերունդների գլխին։ Նիկոլ Փաշինյանի ամեն ընտրությունից հետո 1-2 տարվա ընթացքում եղել է մեծ աղետ։ Էսի երրորդն է, պատրաստվեք մեծ աղետի։ Ես չեմ վախացնում, ես փաստերով ցույց եմ տալի։ Այսօրվա հայ աշխարհում այտենց երգիր չկա, դատարանների նկատմամբ նման սպառնալիք հնչեցնեն ու շարունակեն իշխանավարել։ Աշխարհում այտենց նորմալ երգիր չկա։ Դու այն աննորմալ երկրներում էլ այտենց բան չկա։ Նույնիսկ աննորմալ երկրները, նույնիսկ ասենք Ռուսաստան, բան չէ, նույնիսկ նրանք ձևի համար այտենց բան չեն խոսա։ Թեկուզ ձևի համար կզսպեն իրենց։ Թեկուզ հստակ հրահանգավորելու են դատարանը, բայց որոշակի զսպվածություն կունեն այտենց բան չխոսալ հրապարակային լրագրողների մոտ։ Սա Բարոն Փաշինյան, ինչքան էլ թփրտաս, կատվի վազքը, խաղը միջև մարակն է։ Այն մի քանի միամիտներ են մնացել, որ հələ հավատում են, որ ինչ որ անկախության բանի մյուսի համար։ Դու պիտի Արցախյան պատերազմից եւ այդ արհավիրքից հետո մի բան, ընդամենը մի բան անեիր, 1000 անգամ ասել եմ։ Դու ու եվրոպացիները մի բան պետք է անեին, թույլ չտային Զանգեզուրի միջանցք։ Բայց դուք ամբողջ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լուծարեցիք, բայց այդ 9-րդ կետը միջանցքի դրույթը պահպանեցիք եւ հիմա փորձում եք կյանքի կոչել ամերիկացիների հետ ստորագրած պայմանագրերով։ Ձեր ամերիկացիների ու եվրոպացիների վրա այսենց մի հատ նշան է դրած։ Դուք ոչնչով ռուսից լավը չեք։ Ոչնչով դուք ձեր շահի քարի տերն եք։ Դուք այսքան Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի ինքնիշխանության համար այսքան չեք տալի։ Իսկ այն միամիտներին, որ թվում է դա միջանցք չի, որովհետև իրանցը տենց ավելի պակաս էշացած են զգում, հիասթափեցնեն։ Եթե միտեղ, որը Հայաստանինն է, Հայաստանի ամենազգայուն տեղամասն է, հայ, ամերիկյան մասնավոր ընկերությունը պետք է տիրություն անի, այն դեպքում, որ դա պետական սահման է, մասնավոր սահման չի, պետական սահման է։ Այդ արդեն դատապարտված եք։ Մի օրինակ բերեմ միջանցքի կողմնակիցներին, խնդրում եմ չվիրավորվեք։ Դուք ունեք կին, ձեզանից շատ զորավոր մեկը իր հանցակիցների հետ միասին գալիս է, որ ձեր կնոջ այս միջով մի թեթև միջանցք անի, մի թեթև։ Դուք ասում եք թույլ չեմ տա, հետո գալի ասում եք այս մեր հարևան կամ այն հերու թաղերի Վալոդի հետ ենք այդ կնաչս բարեմաստությունները պաշտպանելու այն նրա ոտնձգությունից։ Բայց փաստացիորեն էլ է օգտվում էլի։ Այսինքն փոխվել են օգտվողները։ Նրանից մենակ դու պետք է օգտվեի, դունդուկ, դու, միայն դու։ Եթե դա քո կնիկն է, մենակ դու պետք է օգտվես։ Եթե դու լարել ես Պուտինին, Թրամփին ես բերել, Թրամփի հետ պետք է օգտվեք։ Էդի արդեն մեր սուվերենության, մեր արժանապատվության, մեր ինքնիշխանության ոտնահարում է։ Այս է ձեր միջանցքի տրամաբանությունը, գնացեք շարունակեք միջանցքով էլ։ Բայց ձերի հետ մի հատ ձեր սրբությունների վրա էդի օրինակ բերեք, հա, մի հատ ձեր համար, ձեր ընկալման համար։ Այդ միջանցքի հիմքով, այսենց, ձեր եվրոպական կտերի վրա էլ, ձեր վրա էլ, սաղիդ վրա էլ։ Ես էլ տենց։ Ով կնեղանա, թո նեղանա իրա քյալ խելքից, ըստ թո չնեղանա։ Ես ոչ ոքին անձնական վիրավորանք չեմ ուզում հասցնեմ։
որ ուզում եք ճիշտ իմանաք, ձեր ամեն մեկի անձնականը իմ համար կարևոր է ու վիրավորական է, երբ որ ձեր անձնականին է դա կպնում։ Այդ միջանցքն էլ համ ձերն է, համ իմն է։ Բայց դուք այս շփած հանձնում եք։ Ես ասում եմ, արա կարելի է գոնե խոսալ, հա։ Գոնե ամոթ ունենալ խոսալ, ասել, որ դա ճիշտ չի, ասել, որ դա սխալ է։ Այդքանը կարա կանեք, արեք։ Մի գովացեք, մի պաշտպանեք, մի քաջալերեք, գոնե ձեն հանեք, որ իմանան արա, դուք այդքան էլ ձեր սրտով չի, որ իմանան, էդի այդքան էլ հեշտ ըլնող գործ չի, գոնե խոսացեք, նու այսքան լավ շատ երկարացրի, հարգելի ժողովուրդ կներեք ես ու ժամին դիվադաթար անելու համար, վերջը, սրա վերջն է գալու, մեզ մնում է գիտակից լինել, այդ խադավիկների ու մատորիստների խոսակցության ժամանակ հասկանանք ինչից են խոսում, մի քանի դետալներ սովորել, որով պետությունը աշխատում է, իմանալ երբ է ջուրը երցնում, երբ է մատորը ստուգ տալու, մի քանի բան կարելի է իմանալ։ Հիմա ասում եմ, այսօր արդեն ջուրը երցնում է, տաքացնում է, այս երրորդ սրոք առանց յուղը փոխել իշխանությունը, արդեն մատորը երցնում է։ Ինչպես մատորը պետք է բարբերաբար յուղը փոխես, նենց էլ իշխանությունը երկրում բարբերաբար պետք է փոխես։ Եթե չես փոխում, այ ելնում է, էսա ինչ որ կլինի ու կտենակ։ Թերևս այսքանը։ Գագիկ Ծառուկյանին եւ դրա թիմին, չգիտեմ, ողջունում եմ, հետ չկանգնեք։ Հետ չկանգնեք։ Չնայած ինձ հեշտ է ձեզ հասկանում եմ դժվար է, ցավը դուք եք քաշում, բայց հետ չկանգնեք։ Դրան այդ 5 մանդատը ոչ մի ձևով չտակ։ Այն մյուսներն որ թիմ ունեն, քանակ ունեն, գնացեք օգնեք այ մարդ հաշվեք։ Հաշվեք այդ մարդկանց օգնեք, եթե ձայները լրացնեն։ Թերևս այսքանը։ Բարի գիշեր ձեզ։ Իշնոր հանդիպում։